Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված լայնածավալ հարձակման էպիկենտրոնում։ Այս մասին հայտարարել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ Կուրսկի մարզի տարածքով թռիչքի ժամանակ հարձակման ինտենսիվությունը զգալիորեն մեծացել էր։ Ուստի միաժամանակ անցկացվել են հակաօդային մարտեր եւ ապահովվել նախագահական ինքնաթիռի թռիչքի անվտանգությունն օդում, ասել է զինվորականը։ Դաշկինը հավելել է, որ արդյունքում մարտական առաջադրանքը հաջողությամբ ավարտվել է։ Նրա խոսքով ռուսական զորքերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են ռազմական բազաներ ստեղծել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, հաղորդել են թուրքական անվտանգության մարմինների աղբյուրները։ Աղբյուրները թերթին հայտնել են, որ Անկարան օգնություն կցուցաբերի Սիրիայի իշխանություններին բանակի եւ անվտանգության ուժերի կազմակերպման հարցում։ Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում կստեղծեն ռազմաօդային եւ ռազմածովային բազաներ իսլամական պետության դեմ պայքարի համար, հաղորդել է հրատարակությունը։ Նրա խոսքով Սիրիայում 5 երկրների, այդ թվում Թուրքիայի միջև կանոնավոր հանդիպումներ են անցկացվում իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը քննարկելու համար։ Չի նշվում, թե որ այլ երկրներն են բանակցություններին մասնակցել։ Նշվել է, որ Թուրքիան զգալի ներդրում կունենա Սիրիայի անվտանգության ապահովման գործում։ Աղբյուրների փոխանցմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը կօգնի լուծել սիրիական խնդրի հետ կապված մի շարք կարևոր հարցեր։ Այժմ թուրքական զորքերը հիմնականում գտնվում են Սիրիայի հյուսիսում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ երկրի բանակի խնդիրը սահմանների պաշտպանությունը եւ սպառնալիքների վերացումը ցանկացած վայրում եւ ցանկացած պահի, ինչպես նաեւ այլ երկրների գործերին չմիջամտելը, նրանց մշակույթները փոխելու համար։ Թրամփը նաև հայտարարել է ժողովրդավարությունը զենքի սպառնալիքով տարածելուց հրաժարվելու մասին եւ առանց մանրամասներ հաղորդելու նշել է, որ Միացյալ Նահանգները մշակել է հիպերձայնային հրթիռներ, որոնք այժմ արտադրվում են մեծ քանակությամբ։ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ թարգմանությունը եղել է հաջորդական, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ թարգմանությունը համաժամանակյա չի եղել։ Նախագահը լսում էր իր զրուցակցի, այսինքն Թրամփի ձայնը, իսկ հետո թարգմանիչը թարգմանում էր։ Նախագահը ինքը հասկանում է անգլերեն, հավելել է Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ թարգմանության բնույթի պատճառով, երբ սկզբում արտահայտությունը հնչում է բնօրինակ լեզվով, իսկ հետո մեկը մյուսի հետևից թարգմանվում զրուցակցի լեզվով, Պուտինի եւ Թրամփի բանակցություններն այդքան տևական են եղել։ Զրույցը տևել է ավելի քան 2 ժամ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամլո ասուլիսում։ Ադրբեջանցի նախարարը նշել է, որ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքն ավարտվել է մարտին։ Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի այս համաձայնագրի ստորագրման հետ կապված Ադրբեջանի ակնկալիքների մասին, նշել է նա։